Էներգետիկ կապերի զարգացումից մինչև անվտանգային պաշտպանական մարտահրավերներ, ժողովրդավարություն։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը և Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին ամփոփեցին Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները, ընդգծել քննարկումների և բանավեճերի արդյունավետությունը։ Օրեր շարունակ գերհագեցած աշխատանքային գրաֆիկով տեղի ունեցած քննարկումները բանախոսները բավականին արդյունավետ համարեցին։ Մարիա Կարապետյանը բարձր գնահատեց այն փաստը, որ Երևան էր ժամանել Եվրոպական խորհրդարանի մեծ պատվիրակությունը, նաև արևելյան գործընկերության անդամ երկրներից ներկայացուցիչներ։ Սերգեյ Լագոդինսկին էլ շնորհակալություն հայտնեց վեհաժողովի նստաշրջանը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Բանախոսները հաստատեցին արդյունավետ գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նշվեց, որ հանձնաժողովների քննարկումների առանցքում են հայտնվել նաև հետևյալ հարցերը։ Դրանցից մեկը կապակցելիության մասին էր, նկատի ունեմ ապաշրջափակման, մեզ ավելի ծանոթ որպես բառ, եւ սրա շրջանակներում է, որ Թուրքիայի խորհրդարանի երկու պատգամավորներ այցելել էին մասնակցելու այս միջոցառմանը, նաեւ Ղազախստանի դեսպանատան ներկայացուցիչներ մեզ հետ քննարկումների ժամանակ, ինչպես նաեւ մյուս ԱԼԳ երկրների եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, եւ սրա մասին եւս անցած օրերին շատ է խոսվել, գիտեք Հայաստանի համար որքան կարեւոր է ապաշրջափակման թեման, թե տնտեսական զարգացման համար, թե խաղաղության ու կայունության պահպանման որպես երաշխիքներից մեկը, այսինքն փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները տնտեսական, լոգիստիկ մեր տարածաշրջանում կարող են նպաստել նրան, որ առավել կայուն եւ խաղաղ մնա, այսինքն այն խաղաղությունը, որը մենք հաստատել ենք հարևան Ադրբեջանի հետ, հնարավոր լինի պահպանել նաեւ ապագայում։ Բնականաբար Եվրոպական պատվիրակության գործընկերների հետ քննարկումների առանցքում է հայտնվել նաեւ վիզաների ազատականացման հարցը։ Քանի դեռ մենք սպասում ենք վիզաների ազատականացմանը, իսկ այս կապակցությամբ Հայաստանը ինքը իր անելիքները ունի, այսինքն այստեղ ամեն ինչ չէ, որ կախված է Եվրոպական միությունից, մենք էլ ունենք մեր անելիքները եւ եթե շտապում ենք, ապա պետք է շտապենք նաեւ այդ անելիքների մասով Հայաստանի Հանրապետությունը, բայց քանի դեռ սպասում ենք, մասնակիցները ցանկություն հայտնեցին, որպեսզի գործող համակարգը վիզաների ստացման դյուրացվի, գիտեք, որ շատ հաճախ հերթերի մասին հնչում են քննադատություններ։ Անվտանգություն, քաղաքականություն, կապ, Սևծովյան ռազմավարություն, համաշխարհային դարպաս եւ միջանձնային կապեր։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին էլ իր խոսքում առանձնացրեց այս հարցերը, որոնք այս քննարկումների մեջ իր համար առանձնահատուկ կարևորություն ունեին։ Կարծում եմ այս կապը միայն ճանապարհ կամ երկաթուղի չէ, այն հնարավորություն է տալիս մեր ստանդարտները, շուկաները ավելի համատեղելի դարձնելու, առհասարակ հեշտ է սահմանահատել, եթե երկրները բարեդրացիական հարաբերություններ ունեն։ Ես այստեղ մի գեղեցիկ հյուրանոցային համարից տեսնում եմ Արարատ լեռը։ Ես կարող եմ այնտեղ հասնել 50 րոպեում, բայց երբ Google-ով եմ նայում, ինձանից բավականին ժամանակ է պահանջվելու այնտեղ հասնելու համար։ Ինչու, որովհետև պետք է հատել սահմանը։ Հետևաբար պետք է խոսել թուրք գործընկերների հետ եւ բացել սահմանները, իսկ Եվրամիությունը կարող է հանդես գալ որպես միջնորդ այդ գործընթացում։ Պաշտոնյան անդրադարձավ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ ըստ այդմ խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությանը, նշելով. Հայաստանի այդ նախաձեռնողականությունը պարզապես հիանալի է։ Մենք բազմիցս ասել ենք, որ աջակցում ենք այս գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ որոշակի առաջընթաց կա, ինչը ողջունելի է։ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը խոսեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին, նշելով Եվրախորհրդարանն այս հարցի շուրջ բազմիցս հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ազատ արձակվեն։ Մենք հույս ունենք, որ մեր հանձնաժողովը եւ արտաքին հարցերով մեր գործընկերները այդ ուղղությամբ ավելի ակտիվ կաշխատեն։ Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Ինչ վերաբերում է հայաստանյան ներքին խմորումներին եւ ընդդիմության խնդիրներին, մասնավորապես մեր երկրում ժողովրդավարությանը, ապա Սերգեյ Լագոդինսկին նկատեց. Երեք համաժողովի աշխատանքների ավարտից հետո, երբ մենք դուրս եկանք ազգային ժողովի բակ համատեղ լուսանկարվելու, տեսա իրականացվող ցույց։ Ես լսեցի ակտիվիստների բողոքները, ոչ ոք չխանգարեց նրանց բարձրաձայնել իրենց մտահոգություններն ու տեսակետները, որոնք պարզ լսելի էին մեզ համար։ Ես մտածեցի, ինչ կլիներ, եթե այդպիսի մեկ այլ ցույց տեղի ունենար այլ երկրում, օրինակ Ռուսաստանում։ Չեմ կարծում, թե նրանք կկարողանային ազատ պայմաններում այդպիսի ցույց անցկացնել։ Իմ կարծիքով այս ցույցը նշան էր հենց բազմազանության, ազատության, որը հարգում է կառավարությունը։ Ուստի ես վստահում եմ ձեր կառավարությանն ու վարչապետին։ Ըստ Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահի արևելյան գործընկերությունը պետք է վերածվի ռազմավարական գործիքի։ Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան Եվրամիության աջակցությունը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։